Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր քննարկման մասնակիցը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, ես այս վերջի հաղորդումներում ոչ միայն երբ որ դուք եք հյուրը, այլ նաև այլ մասնակիցների հետ շատ հաճախ քննարկում եմ Հայաստանը եւ ժողովրդավարությունը թեման։ Որովհետև դե ինչ ա մնացել ընտրություններին, հա, այսպես որ նայենք մի քանի հաշված ամիս, հռատոր էր։ հա, ժողովրդավարությունը ինչ տեղ ունի այսօրվա Հայաստանում ըստ ձեզ։ Ուրեմն նախ ասեմ, որ զարգացման հիմնական պայմանն է, որպես ժողովուրդ, որպես պետականություն, դեպքին իմաստով, կայունություն, արդարություն, եթե իրական ժողովրդավարություն է, հասարակությունը արդար լինի։ Այո։ Միջազգային հարաբերությունների առումով էլ կարծում եմ այս տառաբանքներից հետո, որ գրեթե 10 տարի արդեն դառնում, բարձ չի, որ մեզ արտաքին օժանդակությունը մենք ստանում ենք հիմնականում ժողովրդավարական ժողովուրդների պետությունների բլոկից, այդպես է փաստն է, չեմ ասում նրանք չկան, բայց հիմնականում, ուրեմն սա անվտանգություն է, սա տեխնոլոգիական առաջընթաց է, սա նաև մշակութային վերելք է, որտեղ մեզ առավել քան մշակութային վերելք է պետք այն անկումներից հետո։ Կա նաև մի բան, վերջին այցը Գերմանիա վարչապետի, այսինքն այն, որ Հայաստանը եվրոինտեգրում, որի նախաձեռնողներից մեկը մենք ենք, չէ՞, քարյակից ենք, հետո այն բան եղավ, մենք, որտեղ նա տակտիկական հարցերի առումով նույն կարծիք չունենք, բայց այդ գործընթացը մենք ենք սկսել քարյակով եւ որովհետեւ մենք հետևում ենք բալանսի կամ հաշվեկշռի քաղաքականությանը եւ ոչ նախասիրությունների։ Հիմա այսօր հենց Թրամփը ուղիղ իմաստով ինչ որ Ուկրաինայի հետ խոսակցություններ կան Ռուսաստան ու Չինաստան, Եվրոպան բալանս են որոնում։ Եվ քաղաքականության միակ հիմքը բալանսն է, որոշում եւ այլն։ Այդ առումով այսօր մեր պատմության մեջ ժողովրդավարության զարգացման հեռանկար իմաստով վճռական քայլ է կատարվում։ Մենք Ֆրանսիայի հետ մտերիմ էինք, հայտնի է դա, իսկ հիմա Գերմանիայի հետ։ Հիմա մենք մտերմությունը այն իմաստով ռազմավարական համագործակցության որակի բարձրացման այդ մակարդակի, ուրեմն Գերմանիայի հետ ենք, որը Ֆրանսիա չէ, դա Եվրոպայի միջուկ տնտեսական երկիրն է, լոկոմոտիվն է, դա մի երկիր է, որի հետ մենք ունեցել ենք անցյալներում սերտ հարաբերություններ, որպես ժողովուրդներ, բայց որը նաև խամրվել է ցեղասպանության տարիների խնդիրներով, որի հետ ուրեմն չհամագործակցելը մեզ համար աղետապեր է, չասենք աղետապեր է, շատ բացասական կլինի եւ այսօր Գերմանիան դռները եւ թևերը լայն բացում է Հայաստանի Հանրապետության առջեւ, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը գրոհում է Եվրոպայի կենտրոնին, որովհետեւ մենք ունենք աշխարհագրությունը նայեք, Լեհաստանի հետ լավ հարաբերություններ, Ֆրանսիայի մասին հայտնի է, Լեհաստանն էլ Եվրոպայի ամենաարագ զարգացող պետությունն է նախկին լագերից, որը սովետական, Գերմանիան միջուկն է, բայց Գերմանիան յուրահատուկ երկիր է, ոչ միայն տեխնոլոգիա է, ոչ միայն կարգապահություն է, ինչ որ կա, իրավունք է, օրենք է, այլ նաև մշակույթ է, փիլիսոփայություն է, ինչը խիստ անհրաժեշտ է մեզ։ Մեր վերելքը ես կապում եմ նաև մեր փիլիսոփայական ավանդույթների վերականգնման հետ, սա պիտի նկատի ունենալ, դա Գերմանիան է, երաժշտություն է, Բեթհովեն է, այն տեխնոլոգիական մասը,
տեխնիկականը թողենք։ Նայեք կարգապահություն եւ այսպես, չէ, այս բոլորը։ Ասեմ մի բան, որ շատ առանձնահատուկ է Գերմանիան Եվրոպայի մակարդակով։ Եթե ուրեմն Եվրոպան լիբերալ է, ազատական է, չէ՞։ Գերմանիան օրդոլիբերալ է։ Լիբերալիզմը կարգի հետ միասին է, ինչը մեզ կարգապահության հետ։ Կարգը, այո, արդեն Աճարյանի բառան կարելի նայել, եթե չգնանք փիլիսոփայությունը, քաղաքականություն եւ այլն։ Այսինքն կարգի ուրեմն տեսության ազատականությունը, որի որակը շատ ավելին է, քան կարող է ուրիշ կերպ լինել եւ ասել եմ կրկնեմ Գերմանիայի հետ պատերազմյան թռիչքը, որ գերմանական հրաշք է կոչվում, որ իրականացավ Ադենաուեր եւ Էրհարդի ղեկավարությամբ, տնտեսագիտության դոկտոր, մարդիկ մենք Ադենաուերին շատ ենք ներկայացնում, մոռանում են, որ տնտեսական հրաշք է եւ այդ օրդո տնտեսական համակարգը, սոցիալական շուկան, սա սոցիալական շուկայի երկիր է, զուտ շուկա չի, ինչպես որ կապիտալիզմն ասում են, ուրեմն սա սպეციფიკան է Գերմանիայի, եւ ահա սա այն է, ինչ որ մեզ խիստ պետք է մեր անկումային վիճակը եւ այլն։ Գերմանիան նաեւ որոշակի մի առանձնահատկություն ունի, որ մենք գերմանացիների հետ կամ իրենք մեզ հետ ցակումնաբանական զուգահեռ ունենք, դա ասեի նույնականություն չգնամ առաջ, որն է մենք եւ գերմանացիները որպես էթնոս ձևավորվել ենք պետություն ձևավորելու հետ միասին, զուգընթաց է, Ֆրանսիան այդպես չի, Ֆրանսիան որպես պետություն ձևավորվեց, ֆրանսիական ազգը սկսեց ներսում ձևավորվել, քաղաքական, այսպես, այսինքն սա մոտիկացնում է նաև այլ պարագաներում։ Կամ մի նմանություն էլ ասեմ, որ հասկանանք մեր աշխարհագրական տեղաբաշխվածության մոդելավորման իմաստով, իսկ քաղաքականության հիմքը աշխարհագրությունն է, ով ինչ ուզում է լավ բացատրի, վաղ բացատրի, ծածկի, չծածկի, այսպեսի հարց է։ Գերմանիան միշտ խնդիրներ է ունեցել եւ պարտվել է, երբ որ Ֆրանսիա եւ Ռուսաստան միացել են Անգլիա։ Երկու ճակատով հիշում եք, Վանի Բիսմարգի առաջադրանքը, որը խախտեց Հիտլերը եւ չկարողացավ տագից դուրս գալ, որ երկու ճակատով չպիտի կռես, ասենք Փարիզի եւ Մոսկվայի դեմ, Լոնդոնն էլ այնտեղ է։ Հիմա մենք նայում ենք, այսինքն Գերմանիան այս երբ պարամետրերի մեջ է։ Հիմա խաղաղ է, բայց հետո ինչ իմանաս։ Հիմա նայում ենք Հայաստանի Հանրապետությունը այն 30,000-ը, որը այն իրական Հայաստանն, ինչի մասին խոսում ենք։ Մենք արևելքում ունենք Բաքու, արևմուտքում ունենք Անկարա, որտեղ մեզ պարտավորեցնում են լինել, որոնք լինել զգաստ, լինել կազմակերպված եւ լավ պետություն, ուժեղ, այո։ Գերմանիան ստեղծվել է Բիսմարգի ջանքերով, հետո Հիտլեր, հետո Գերմանիան ստեղծվել է Բիսմարգյան մտահղացումով, իմ ասած ձևով, արևելքում ունենք Մոսկվա, արևմուտքում ունենք Փարիզ։ Գերմանիան չի կարող թույլ պետություն լինել, որ չճզմվի։ Եվ այսպես, այսինքն այսպես դրա համար տեխնոլոգիա բան էլ չեմ ասում, գերմանական ինժեներական սովորաբար մենք տեսություն նկատի ունենք, բայց տեխնոլոգիաներ, ինժեներական միտք, դիզել, Մերսեդես, այս բոլորը Գերմանիա է, չէ՞, մարդիկ դիզել, որ լսում են, գիտես սալյարկա է։ Եվ անա, բայց դա անունն է։ Ուզում եմ ահա եւ ճամփեն բացվել է եւ այստեղ կա այո անհամեստություն պիտի անեմ, այսինքն անհամեստություն չի իրականություն, ես դա չեմ թաքցնում ինչ։ Գերմանիան վաղուց հետ հիտլերյան շրջանից ունի քրիստոնյա դեմոկրատական միություն եւ Գերմանիայի վերածնունդը կայացել է այն հետո թռիչքը, որ ապահովվեց այսօրվա Գերմանիան կա Ադենաուերեն բանաձևի շրջանակներում, որն էր դա։ Այս ասում եմ մարդիկ, քանի որ առիթ տվիք, լավ իմացվի, բաներ չլինեն, խեղաթյուրումներ չլինեն, որպեսզի հասկանանք եւ շարժվենք առաջ, որպես ժողովուրդ ու պետություն։ Ադենաուերը
46 թվականի մարտին ապրիլին համաժողովում քրիստոնյա դեմոկրատական միության համաժողով խորհրդակցությունում ասում է, որ Գերմանիան վերականգնման մի ճանապարհ ունի, շանս ունի, ինչ կլինի չգիտեմ, բայց շանսը որտեղ է, ասում է, եթե մենք կվերադառնանք արևմտյան քրիստոնեության մշակութային արմատների վրա։ Մշակութային արմատների վրա։ Մենք մշակութային ժողովուրդ ենք, մշակույթի արմատի։ Մենք հայերս մշակույթի ժողովուրդ ենք, թե չէ։ Մեր արժեքը որպես պետություն ժողովուրդ ինչով է գնահատված, մշակույթով։ Մնացածը ես ասում եմ, որ մենք կարող ենք վերականգնվել հայկական քրիստոնեության, այդպես ասենք, եթե դա թույլատրելի է, ուրեմն մշակութային արմատների վերադարձի վրա, հենց արմատների վրա 100% է։ Ավելացնում էր Ադենաուերը, որ սա առաջին, երկրորդ, եթե մենք կապահովենք ազատությունը Գերմանիայում, ես կրկնում եմ, որ եթե մենք կապահովենք Հայաստանում ազատությունը, հետո ժողովրդավարությունը, այսինքն խորքային ընկալումով, ոչ արտագրություն եւ այլն։ Ես երկրորդ էլ տեսանք, թե քրիստոնյա դեմոկրատական միության նախագահ եւ կանցլեր Մերցը ինչպես ուրեմն ինչպեսի ջերմությամբ ընդունեց Բերլինում Հայաստանի Հանրապետության վարչապետին, որը վերջի շրջանում կարծես թե դեպի քրիստոնեություն շատ է անում։ Չէ՞, ակնհայտ է, չէ՞։ Այսինքն ես հասկանում եմ նաեւ վարչապետին, ինչու՞։ Որտեղ դուք չեք կարող Հայաստան արդիականացնեք, մոդեռնացնեք, դա տեսություն է, պրակտիկա է, չեք կարող ունենալ հզոր, արժանապատիվ, ուժեղ Հայաստան, ուժեղ հայ ժողովրդով, եթե չեք վերադառնալու ուրեմն հայկական քրիստոնեության մշակույթի արմատների վրա, բացառված է։ Հիմա վարչապետ անձնական է, բայց ես կուսակցություն եմ ստեղծել հենց այդ նկատառումով։ Եվ սա զուգահեռ է, ոչ արտադրություն։ Ընդ որում, գիտեք ինչ, շատ հետաքրքիր բան ասացիք, այո, քրիստոնեությունը մշակույթ է, առաջի հերթին, այո, հետո նոր հավատ, ինչու՞։ Որովհետև տեսեք, ամբողջ հայ ժողովրդի պատմության ընթացքում մեր ողջ կրթական համակարգը եղել է եկեղեցու, հա? Եկեղեցու շնորհիվ, եկեղեցու միջոցով եւ կողքին, այո, բոլոր դպրոցները եղել են հենց եկեղեցական դպրոցներ։ Ու ինչ կրթություն է տվել եւ ուր են հասել այդ սաները, հա? Եվրոպական համալսարաններ, աշխարհում մեկ եւ այո, մշակույթը այնտեղից մշակույթը, այո, վարժապետ է եղել, որը եղել է, ասենք, չգիտեմ, այդ եկեղեցու քահանա կամ տեսուչ կամ չգիտեմ, բայց ամեն դեպքում այդ մարդը աշխատել է, այսպես եթե կարելի ասել, եկեղեցում։ Բայց հիմա դրան ձեր այս սինխրոն ավելացնեմ, այդ մշակույթը ով է ստեղծել, վանականը, ամենափայլուն օրինակը, որտեղ մի քիչ խեղաթյուրումները շատ են մեր բարակայում, մանավանդ հիմա, որ այս կաթողիկոսի հարցը կա, այդպես չի, էլի, այդ հարցը կարգավորվի, ամեն ինչ տեղը կանգնի։ Միջնադարի մեր խոշորագույն աստվածաբան փիլիսոփան Գրիգոր Տաթևացին է, ճիշտ է, գերազանց չկա։ Գրիգոր Տաթևացին ով է, համաշխարհային քրիստոնեական մտածողների շարքի պլեյադայի ամենահավասար անձերից մեկը, բայց նաև Տաթևի դպրոցի ռեկտորն այսօրվա ասած է։ Մարդիկ չէ, մենք գնում ենք։ Ինչու ոչ Դավիթ անհատը։ Դե ես էստեղ Դավիթը, հա, բայց նա աստվածաբան է։ Այսինքն ես ինչ ուզեցի ասել, որ քրիստոնեություն եւ այլն, Դավիթ անհաղթ եւ այլն շարքը կարող ենք շարունակել։ Ուրեմն այստեղ այս հարցը փակվում է մեզ համար դրական իմաստով եւ մենք վերադարձենք այս վերադարձը վերականգնման իմաստով, դա քաղաքագիտության մեջ այսպիսի վերակազմության պատմության կոնցեպցիա կա, պատմության վերակազմություն, այդ վերակազմության process մենք սկսել ենք անցնել եւ խիստ անհրաժեշտ է որ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը
իրական տեղ լինի եւ դեր ունենա, որովհետեւ ինքը այդպեսին է եւ կոչված է դրան։ Հիմա ժողովրդամարության մասին մի բան էլ ասեմ։ Ինչու ես հիշատակեցի Եվրոպան ձեր հարցի առումով։ Մենք այսինքն առավել քան վերադառնում ենք մեր պատմական արմատներին, որ է Հունաստան, Հռոմ, այսինքն Եվրոպա այսօրվա իմաստով եւ նրանք բարյացակամորեն տեսեք ինչպեսի դեպի Հայաստան։ Հիմա գումարենք սրան, իսկ ինչ է եվրոպական ժողովրդավարությունը։ Ազատությունն է, միանշանակ է, Ֆրանսիան տեսեք, ազատության համար ինչ հեղափոխություններ, Գերմանիան կարգ ու կանոնով ազատություն, օրդո ազատություն, չափավոր ասեմ, բայց այստեղ մի բան կա, որ եւ պլյուրալիստական հասարակություն, Եվրոպան պարլամենտական է, խորհրդարանական է, նախագահական չի, Անգլիան վերցրեք, կլասիկան, չէ, խորհրդարանի, Ֆրանսիան մի քիչ տատանումներ է ունեցել, բայց խորհրդարանական նայած, Գերմանիան կլասիկ խորհրդարանական հանրապետությունն է, ասեմ, լավագույն կուսակցական համակարգի ներդաշնակ զարգացումով, նրա առավելությունը կուսակցական համակարգի զարգացումն է։ Պլյուրալիզմը ինչ է, բազմագիությունն է, բազմազանությունն է, եւ Ավստրիան վերցրեք, եւ այս երկրների առանց կուսակցություններից մեկը Գերմանիայում դոմինանտ, Ավստրիայում մի քիչ բան, դա ժողովրդական կուսակցությունն է։ Ուրեմն ԿԴՄ-ի կամ ՔԺԿ-ի ակտիվ դերակատարություն, այնպես որ Հայաստանը ստանում է Եվրոպայից, որտեղ մենք ենք անգամ ունեցողը, մենք եղել ենք նաեւ տվող։ Բակրատունների շրջանում աշխարհը մեզնից ստացել այնքան, որ ինչքան որ տա, ենթադրենք էլի տեղը չի լրանա։ Հիմա ստանում է ինչը, նաև եվրոպական քաղաքական կուսակցական համակարգի առավելություններ եւ հուշարարությունը, որ այսպես կարելի է։ Եվ դա որևէ բան չի, ուրեմն բազմա եւ քանի որ Եվրոպան խորհրդարանական է, ուրեմն պարլամենտական են, այսպես ասած, այսօրվա խոսքով, դրանք կուսակցապետություններ են։ Հայաստանում կլինի վատթարը, հանկարծ լիբերալ, ասենք, քաղաքացիական պայմանագիրը փակվի այս 5-րդ Չարասյան բևեռով, այս շերտը պիտի բացվի, մեր ժողովուրդը պիտի շերտը բացվի, լինի լիբերալ, ուլտրալիբերալ, չգիտեմ, լինի սոցիալ-դեմոկրատ, սոցիալիստ, ցենտրիստական, ինչ ուզում են, նայած ինչ կստացվի, բայց մեր պարագայով վստահաբար ասում եմ եւ մի քիչ էլ բանով եմ ասում, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն պիտի լինի, ասեցի ինչու։ Դուք չունեք, չենք կարող մենք ունենանք հայոց փիլիսոփայություն, որտեղ տարթևացին չկա, չի կարող։ Ուրեմն կարող է լինել պայմանական, բայց այդ Հայաստան չի, դա ուրիշ մի բան է, որը խեղաթյուրված եւ այլն է։ Այնպես որ այսինքն եվրոպական պլյուրալիզմը դառնում է օրինակ մեր պլյուրալիզմի համար, բազմագիության համար, իսկ բազմագիության մեջ էլ այդ հաջողությունը այն դնենք, որ ժողովրդի մեջ արգահատանք կա նախկին, դե նախկին կուսակցությունները չպիտի անցնեն, ռադիկալ կուսակցություններ եւ այն խորհրդան չպիտի անցնեն։ Ինչպես որ ասեմ ձեզ, Ադենաուրը կատեգորիկ ֆաշիստական եւ նրա նման կառույցներ թույլ չտվեց, աչեր ծախեր, ասես սա չի լինելու, եթե չէ Գերմանիա չի լինի նորից։ Ուրեմն ես էլ դա կրկնում եմ։ Հիմա ես իմ ասածներ կրկնությունների համար չի, անալոգիա է։ Իսկ մեր ժամանակների խոշորագույն քաղաքական մտածողներից Քիսինջերն ասում է, որ անալոգիան իհարկե հարցը չի լուծում, բայց անալոգիան պարտավորեցնում է համանմանությունը մտածել, երկեր գտնել եւ լուծումներ գտնել։ Պարոն Շենյան, տեսեք, շատ կարևոր է, որ Հայաստանի, այսպես ասեմ, եվրոպական արժեքները դավանող, կրող քաղաքական ուժերը անպայման 26 թվականին հայտնվեն խորհրդարանում։ Բայց կարող է լինել արդյոք այդ ուժերի կոնսոլիդացիա։ Գիտեք, ժամանակը թողենք, մենք մի քիչ շտաբելու բան ունենք, սովորություն։ Դա գալիս է, ես գիտեմ ինչ նախկինը, շուտ արեք, որտեղ շուտ անելու նախագծերը նախորդ կային։
Ցուցակներն էլ կային, այո։ Այո, բաներն էլ կային, երկար նայեմ մի բան, որ շուտ արեք, արագ հասարակության թույլ չի տալիս մտածելու։ Անընդհատ արագ, հետո տեսնենք, ասում կես ինչ եղավ, բայց արդեն եղավ։ Հաջորդ օրն ցույցերը սկսվեցին։ Այս սխեման կարծում եմ մենք պետք է հաղթարենք, այդ ժամանակը կխոսենք, բայց ես հիմա ձեր առաջին անգամ եմ այսքան բաց խոսում, շնորհակալ եմ խոսակցություն այս սկսելու համար։ Ես կուզենայի, որ քրիստոնյա ժողովրդավարական արժեքներ դավանող ՀԿ-ներ, անհատներ եւ այլն հավաքվեն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության շուրջ այդ առումով ինչու եմ ասում։ Անհատական բան չվերցվի էգոիզմ։ Իհարկե բնական է նաեւ անհատական հարց կա, որտեղ ամեն մեկը ուզում է իր գործը լավ լինի։ Նորմալ մարդ ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետեւ ասեցի պետք է մեզ քրիստոնյա ժողովրդավարական այդ առանցքը, որը բարձ է որ այլանդրանք է լինելու, այսինքն ԿԲ-ն որ առաջի տեղ է լինելու, չեմ կասկածում, այս հարցը լինելու է, բայց լինի այն ինչ որ մեր ազգային արժեքներն են, եվրոպական կասենք, ինչ կասենք, մեր ավանդույթներն են, մեր մշակույթն է, եւ այստեղ ձեզ հիշեցնեմ առիթից օգտվեմ Պարուս Սևակին, որի ես ասեմ հանճարը վերջի տարիներին ինձ մոտ ուղղակի բան է առաջացրել խորքը, նա ինչ ունի, հուշագրություններում ունի, ակադեմիկոս Սարինյանն է, այդ նրանից է անցնում, ասում է որ Պարուս Սևակը ով Աստվածաշունչը չի կարդացել, չի կարող լինել իրական մտավորական։ Եվ ասում է Աստվածաշնչից է, որ ծնվել է գրական ուրեմն ուղղություններ, եւ ասում է, շարունակում է, ասում առանց Աստվածաշնչի այդ ընկալումների փիլիսոփայության, այսպես չեր լինի Ռաֆայել, չեր լինի Նարեկացի, չեր լինի Արամ Խաչատրյան, եւ ասում է, որ այն հանճարը մաշտոցն էր, որ այս բանալիով բացեց այս դուռը, ես սա Պարուս Սևակն է, որին չեն կարող ասել որևէ բան, ոչ մեկս ոչինչ ասել չեն կարող, ուրեմն այս հարցը այդպես է, եւ դրա համար հիմա եթե համախումբը լինում է, մենք ունենում ենք խորհրդանում օպոզիցիա, ռևանշիստ չէ, ռևանշիզմ չի լինելու, եւ այդ օպոզիցիան այլանդրանքային է լինելու, ինչպես Անգլիայում է, ինչպես Ֆրանսիայում է, հո իրենք իրենց պետությունները, իրենք իրենց նախագահինել են հարգում, վարչապետին, թագավորին են, բայց նրանք այլանդրանք են, որոնք ունեն որոշակի տարբերություն տնտեսական քաղաքականության մեջ, անվտանգային հարաբերություններ եւ այլն, եւ որոնք միշտ պատրաստ են կառավարությանը քննարկելու, բայց ոչ պետությունը ոչնչացնելու համար, որպեսզի երկխոսություն խոսույթ կայանա, մի օր ես խոսենք պարլամենտական կյանքի մասին, ուրեմն խիստ անհրաժեշտ է որ դա լինի, մանավանդ որ մեր խորհրդարանը միջև ինչ չունի, մանավանդ այս մեկը բուֆերը չունի, երկու թափանիվներ տեսնում եք գրամբ, մեկը ռուսական, ռևանշիստական, կողապետական եւ ուրեմն պետության կողոպուտի բանով մյուսը ժողովրդական ապստամբության, հեղափոխության ճանապարհով, որոնք իրար հետ խոսելու բան չունեն, խոսելու ունեն դրա համար են իշխանությունը սրանց հետ երբեմն խոսում է քրեական օրենսգրքով, դուք չեք կարող ցույց տալ աշխարհում միտեղ, որ հարուստներն ապստամբեն պետության դեմ, սովորաբար մենք տեսել ենք Ֆրանսիայում աղքատներն են ապստամբվել, հիմա սրանք հոգով աղքատներն ապստամբվել են պետականության դեմ հանուն Ռուսաստանի, հանուն եւ ունեցվածքի, եւ հանուն շատ բաների եւ հիմա այս մասը եթե հարցը փակվում է, մենք ունենում ենք ինչ է մեզ պետք է բևեռները միացնող բուֆեր, բուֆերը գիտեք, դա շատ փոքր է, դա շատ ազդեցիկ է եւ որպես կանոն ժողովրդի համար ասեմ, դա գնացքի երկու վագոնները միացնող են փոքրիկ այն ռետինն է, որ երկուսի հավասարարանքում դրված է։ Ես առաջարկում եմ, բայց հանկարծ փորձ չանեն մարդիկ, հանեք ուրեմն այդ ռետինը, այդ հսկա վագոնները փոքրիկ շարժից կփշրվեն։
այդ նաև շենքերը բարձր լուֆտ ունեն, չէ՞։ Մարդիկ ուշադիր լինեն, այդ գիտեն թե եթե այդ տատաման որոշակի լուֆտը չունենա, ամպլիտուդան, շենքը ինչ ուզում է կփշրվի, կթափվի եւ այսպես կյանքը հայերն էլ ասում են ինչ են կռվելուց հետո ասում եմ ինչեւ խփելը 10 հաշվի որովհետեւ 10 հաշվելուց հետո 1000-ից մեկն է որ շարունակում է խփել այսինքն բուֆեր եւ այլն քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը սրանց հետո ինքը աճ մեր բարագայում աճ կենտրոնի գուսակցություն է այսինքն այս փոխանցումները եւ այլն այստեղ էլ մենք պատմական փորձ ունենք Գերմանիան ունի ուրեմն այս Ավստրիան ունի շատ փորձ կա եւ այստեղը այն ժամանակ մենք խորհրդանում չենք ունենա երկու թև իրար հետ գիշեր ցերեկ ուրեմն բամբասանքից մինչեւ պետականության սաբոտաժ այլ այնտեղ կլինի ներդաշնակություն եւ սիմֆոնիա է որոշակի մասով քաղաքական այդ սիմֆոնիա է առաջանում այնպես որ դրա համար այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն։ Մեր բարական ինչու եմ ասում, որտեղ մենք վերջին հաշվով հերիք է ասենք, որ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդ ենք։ Հիմա ես կասեմ, բա ինչի՞ց է երևում։ Այ խորհրդանում դա պետք է երևա։ Հա։ Չէ՞։ Այո։ Մնացածը բանի հարց է։ Եվ պատկերացնում եք, եթե քրիստոնյա այդ գուսակցությունները խորհրդարանի ամբիոնը մենք ինչպես կօգտագործենք մեր մշակույթի, մեր գիտության, պատմության իրական շերտերը բացելու համար։ Հիմա քան առիթից օգտվում հետևյալը նաև հայտնի է որ պետությունները ձգտում են նաև դաշինքների, բոլորն են ձգտում, տեսեք, Թրամփը այսօր ամենաշատ դաշինք որոնողն է։ Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինայի մասին չեմ ասում, որտեղ նրանք գոյությունը արդեն դաշինքներից է կախված, չեմ ասում իրենք չկան, բայց այդ դաշինքն է, որ բան է տալիս։ Ռուսաստանն ինչ է անում, գնում է աշխարհում չեղած իրենց Աֆրիկայից մարդ են բերում, նկարվում, որ դաշնակից Երևան։ Հիմա այս ձևը թողում ենք, հիմա մենք ինչ մեր բարագայով ինչ դաշինքի հնարավորություն ունենք, բաց տեքստով։ Բարձր քժկան քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը լայն դաշինքի մեջ կլինի Գերմանիայի ԿԴՄ-ի հետ, որը Ադենաուեր եւ այլն էս մերձ, այս գուսակցության հետ բնական է, դա բնական է, քուրկուս Ավստրիայի աշխատանքի գուսակցությունը, այն կուրսը կար, չէ, երիտասարդ ինքը հենց այդ գուսակցությունն էր։ Ֆրանսիա եւ այլն էսպիսի Նիդերլանդներում կան, այսինքն մենք եւ գումարած նաեւ Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության մեջ կա հսկա մի շերտ քրիստոնեական արժեքներ, որոնք ԿԺԿ են։ Այո։ Իրենք ԿԺԿ են, ոնց որ ԿԴՄ-ն ԿԺԿ է կամ հակառակը։ Ես դա 23-րն էլ եմ հիշում, 23 թվականի ապրիլի 27-ում Վաշինգտոնում եմ եղել։ Ինքը ընդգծում։ Հենց, հա, հենց այդ քրիստոնյաների իրանքները պաշտպանող մարդու սենատորի ընտանիք տանն եմ եղել, Բրաունբեքսեմ, որ այդ երկար խոսակցությունը ինքներ զարմացած էր, թե ասում եմ, բայց դուք պետականորեն առաջին ընդունած բանը, ես ինչի չունեք այդպիսի մի կուսակցություն, ես ինչ, ասում եմ, այդ ինչ շռայլություն է ձեր կողմից, դե պարզ է, որ ես նախկին ռեժիմը դա չպիտի խրախուսեր։ Հիմա ինչ եմ ուզում, ահա հանրապետականը, ես ասեմ նաև Իրանի պարագայով, մի քիչ բաց ասեմ, Իրանում մենք եղել է, երբ որ մայիս-հունիսին էր Իրանում էի, բարձր մակարդակի բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, գաղտնիք չի, հետս մարդիկ են եղել, իրենք եւ այլն։ Եվ մենք հասկացանք մի բան զրույցներից, եւ պայմանավորվածություն կա, եթե մենք լինենք, այսպես ասեմ խորհրդանում, որ իսլամադավան կուսակցություններ են մեղմերը եւ այլն ԿԺԿ-ի հետ կարող են լայնորեն համագործակցել, մենք քրիստոնյա, իսկ մենք ունենք այդ պատմական փորձը, քրիստոնեական արժեք, մյուսը շիա իրանական թևը, մենք այդ պայմանավորվածություն ունենք, մարդները ասում են, պատկերացնում եք, մենք այդ օրերին լավ համագործակցեցինք, ասում էր, այս համագործակցությունը խորհրդանում ինչ մագարտակ կունենա, այսինքն մենք սա, եւ մենք ունենք պատմականորեն, դրա համար մենք անընդհատ չի ասել Ալիևն ինչ է անում, ուժեղ է անում է, պատասխան ունեք տվեք։
պատասխանը միակ ուժեղ Հայաստանն է, ուրիշ բան չի։ Դա զենքով է առաջինը, բանակով է, բայց մնացածը սա փափուկ ուժ է կոչվում։ Պետություններն ունեն փափուկ ուժ, կոշտ ուժ եւ ունեն խելացի ուժ։ Ուրեմն Ռուսաստանը սովորություն ունի այդ կոշտ ուժն է օգտագործում, սապոգով հարց է լուծում եւ սապոգով խրվեց Ուկրաինայում։ Կացնային քաղաքականությունը։ Ֆրանսիան ունի հմայքի մեծ ուժ։ Ֆրանսիան է, մարդիկ սիրում են երկը եւ այլն։ Բայց պետություններ կան, որ խելացի ուժն են օգտագործում, որը փափուկ եւ կոշտ ուժերի համադրումն է։ Ես ձեզ առաջարկում եմ ՔԺԿ-ն առաջարկում եմ մեր ժողովրդին խելացի ուժի քաղաքականություն։ Եվ դա կա բաներում, դե տեսություն գիտեմ, որ գիտեք։ Պարոն Շիրինյան, այսպես տեսնում եք ինչ բա։ Նման հեռանկարներ։ Մեր եթերաժամը սպառվեց, ես հաճույքով շարունակեի, բայց էլ ժամանակ չունենք։ Շատ շնորհակալ եմ, ընդ որում շատ հետաքրքիր առաջարկություններ ու գաղափարներ հնչեցին, ինձ թվում է պետք է բոլորը ականջալուր լինեն։ Դե մենք ամբասանք իրար հետ դուրս կգանք կանենք, ով կնի գուր գնաց բան էլի, մեզ որ ինչ է հետաքրքիր, ամոթել է անտանրանով խոսել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Ամենայն բարիք ձեզ։